Բարև ձեզ սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք Վիդուրայի եւ Մայտրեյայի զրույցը, որտեղ Վիդուրան ներկայացնում է այն ամենը, ինչ ինքը հասկացել է մինչ այս պահը Մայտրեյայի ներկայացված գիտելիքից։ Մենք տեսանք, անցյալ անգամ քննարկեցինք այդ հարցին, որ բացացրեց Վիդուրան, այսինքն մի շատ կարևոր հարց է սա հոգևոր ճանապարհին, որն է այդ հարցը ինքը կայանում է նրանում, որ իրականում անձնավորությունը ինքը չի կարող իր սեփական ուժերի հիմքի վրա դուրս գալ նյութական աշխարհից։ Թեկուզ կան այդպիսի պրոցեսներ, որտեղ ինքը հենված է իր սեփական ուժերի վրա, բայց թե ճանապարհը որն է, միշտ իրեն այդ ճանապարհը մատնացույց են անում հոգևոր ուսուցիչները։ Եվ սա նշանակում է, որ արիացիները իրենք անմիջապես քննարկում են այդ հարցը, որ առանց հոգևոր առաջնորդի անձնավորությունը ինքը չի կարող ունենալ ռեալ հոգևոր աճ։ Եթե մենք խոսում ենք արդեն Աստծո, Գերագույն Աստծո անձնավորության հետ հարաբերությունների վերականգնման process-ի մասին, իսկ մեր դարաշրջանում կարելի է խոսել միայն այդ process-ի մասին, որովհետև մենք ձեզ հետ շատ ենք խոսել նրա մասին, որ արիացիների գաղափարախոսությունը կրոնական, ինքը բաժանում է հոգևոր ճանապարհը 4 մասերի, չէ՞, որտեղ իրականում տեղի են ունենում կենդանի էակի 4 կոմպոնենտների վերադարձը, այդ կոմպոնենտների վերադարձը Գերագույն Աստծո անձնավորության հետ կապի մեջ։ Առաջի փուլում կենդանի էակը ինքը վերականգնում է իր գործողությունների կապը Գերագույն Աստծո անձնավորության հետ, եւ դա որոշվում է այն բանով, որ անձնավորությունը ինքը ընդունում է իմինը Գերագույն Աստծո անձնավորության կողմից առաջադրված բարոյական օրենքներին։ Ես ամեն անգամ, ոչ մի անգամ իրականում, եթե նկատում եք, չեմ բաց թողնում այս թեման եւ ամեն անգամ շեշտում եմ, որ բարոյականության օրենքները, որոնք հնարում են մարդիկ, իրանք իրաց մեջ միշտ պարունակում են շովինիզմ եւ դա նշանակում է, որ այդ գաղափարախոսություններին հետևելով, այդ բարոյականության օրենքներին հետևելով, դա միշտ կան անձնավորություններ, որոնց այդ գաղափարախոսությունը ձեռք է տալիս, որտեղ հնարավորություններ է տալիս, առավելություններ է տալիս, եւ կան անձնավորություններ, որոնք իրենք ճնշված են լինում։ Հիմնականում, եթե մենք անկեղծ խոսենք, ապա մարդու կողմից հնարված բարոյականության օրենքները միշտ լինում են այնպես, որ ճնշվածի դերում մնում է կինը։ Իսկ շատ դեպքերում նաև եւ կանայք եւ երեխաները եւ ծերերը, այսինքն բոլոր նրանք, ովքեր տղամարդուց ավելի թույլ են։ Իսկ բարոյականության օրենքներ ընդհանրապես գաղափարախոսություն աշխարհին կամ մարդկությանը առաջարկում են միշտ տղամարդիկ եւ այդ պատասխանատվությունը իրականում գտնվում է իրենց դաշտում։ Երբ որ բարոյականության օրենքները առաջարկում է Աստված, ես սա չեմ հոգնելու ասելուց, մենք հիմա քայլ առ քայլ համոզվում ենք դրանում, որ այդ բարոյականության օրենքները իրենք հաշվի են առնում բացարձակապես բոլոր կենդանի էակների ուրեմն իրավունքը ապրելու, իրավունքը երջանիկ լինելու եւ այլն, այսինքն երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տալիս է բարոյականության օրենքները, որոնք իրենք պարտադիր են նյութական աշխարհում երջանիկ լինելու համար, այդտեղ մտնում են նույնիսկ այն մշակույթը, թե ինչպես մարդը պետք է շփվի բնության եւ կենդանիների հետ։ Դա էլ է մտնում բարոյականության դաշտի մեջ, չէ՞։ Եվ ուրեմն, եթե մենք արդեն խոսում ենք այդ փուլերում, ուրեմն առաջի փուլում գործողություններն են կապվում Գերագույն Աստծո անձնավորության հետ բարոյականության օրենքների պահպանման միջոցով, երկրորդ փուլում բանականությունն է կապվում Գերագույն Աստծո անձնավորության հետ եւ այդտեղ կենդանի էակը ինքը զարգացնում է իմաստություն, որի շնորհիվ ինքը կարողանում է հասկանալ, թե ինչպես է կառուցված այս նյութական աշխարհը, ինչի համար է ամենակարևորը։ Մենք ձեզ հետ այն ժամանակ
պարզ երկրորդ երկի սահմաններում խոսեցինք դրա մասին, որ իրականում աշխարհիկ գիտնականները իրենք նույնպես կարող են, իսկ իրականում մեր ժամանակներում հենց իրենք են, որ կարող են պատասխանել այն հարցին, թե ինչպես է կառուցված նյութական աշխարհը, չէ՞, կատարվում են շատ լուրջ հետազոտություններ եւ այլն եւ այլն, բայց միայն հոգևոր գիտելիքն է, որ կարող է տալ պատասխան այն հարցին, թե ինչու համար է ստեղծված նյութական աշխարհը։ Եվ դրա համար է, որ իրական իմաստունները իրենք խոսում են այն մասին, իրենց մեկնությունների մեջ, սուրբ գրվածքների հանդեպ խոսում են այն մասին, որ իրականում մարդկությունը ինքը մեծ սխալ է թույլ տվել, երբ որ բաժանել է գիտությունը եւ կրոնը։ Գիտությունը եւ կրոնը պետք է միավորվեն։ Եվ միայն այդ ժամանակ է, որ մարդկության գիտելիքը բնության մասին եւ նրա կյանքի իմաստի մասին կդառնա կատարյալ։ Ինչպես որ դա կատարյալ էր արիացիների հասարակության մեջ։ Եվ ուրեմն, չէ, երկրորդ փուլը դա այն փուլն է, որտեղ կենդանիակը ինքը իմաստություն զարգացնելու հաշվին բանականությամբ է կապվում բացարձակի հետ։ Երրորդ փուլը դա այն փուլն է, որտեղ կենդանիակը ինքը իր միտքն է կենտրոնացնում 100%-ով Գերագույն Աստծո անձնավորության վրա։ Սա այն process-ն է, որը սովորաբար մենք մեր ժամանակներում կոչում ենք յոգա, յոգայի նպատակը երբեք չի եղել մարմնի ճկունությունը կամ մտքի ղեկավարումը։ Յոգայի վերջնական նպատակը կամ վերջնական արդյունքը միշտ եղել է գերհոգուն հետ կապ հաստատելը։ Հիմա եւ ուրեմն այստեղ միտքն է կենտրոնում միավորվում Գերագույն Աստծո անձնավորության հետ, որովհետեւ յոգայի process-ի ընթացքում մեդիտացիաների մեջ յոգը ինքը կենտրոնանում է Գերագույն Աստծո անձնավորության վրա եւ ուրիշ ոչ մի օբյեկտի։ Երբ որ գալիս է վերջին փուլը ինքնաիրականացման, կենդանիակը կապում է Գերագույն Աստծո անձնավորության հետ, եթե կարելի է այսպես ասել, իրականում բոլոր կոմպոնենտներն էլ իրար կարևոր են, բայց սա ամենագողտրիկ պոտենցիալն է կենդանիակի, ինքը կապում է Գերագույն Աստծո անձնավորության հետ իր սիրտը, այսինքն սիրելու ունակությունը։ Եվ դա կարող է տեղի ունենալ միայն այդ 100%-անի կենտրոնացումից հետո, երբ որ այդ կենտրոնացման ժամանակ կենդանիակը ինքը կարողանում է գնահատել Գերագույն Աստծո անձնավորությանը որպես կապվածության արժանի օբյեկտ։ Սա իրականում, ինչպես մենք տեսնում ենք, ներքին ֆակտորով շատ դուրբ process է, որտեղ չկա ոչ մի բռնություն, իրականում մեր ժամանակներում հոգևոր մարդկանց շատ հաճախ այդ հատկապես այդ բարոյականության օրենք կանոնների դաշտում անմիջապես բռնության են ենթարկում իրանցից պահանջելով միայն այսպես արտաքին պահվածք եւ այսպես անտեսելով նրանց ներքին աշխարհը, չէ, կարևորը որ կենդանիակը իրեն ճիշտ պահի, ինչի համար, որովհետեւ երբ որ կենդանիակը իրեն պահում է այնպես, ինչպես ուզում են դա այն շովինիստները, ովքեր որ գրանցում են այդ օրենքները, իրանց համար մեկ է թե, ասենք, ենթարկվողը ինքը իր ներսում երջանիկ է, թե երջանիկ չի, եւ հոգեվոր կյանքը ինքը վերածվում է բռնության եւ համբերության դաշտի։ Գերագույն Աստծո անձնավորությունը իրականում այլ կերպ է տանում դեպի իրան, չէ՞։ Եվ այս 4 փուլերը, որը մենք հիմա նշեցինք, այսինքն երբ որ 4 կոմպոնենտները իրանք միաձուլվում են Գերագույն Աստծո անձնավորության հետ, այս ամեն մի փուլը ինքը ունի իր հոգևոր ուսուցիչները, եւ Վիդուրան ինքը խոսեց նրա մասին, թե ինքը ինչ էր սպասում իր հոգևոր ուսուցիչից եւ ասեց նրա մասին, որ ինքը ստացավ իր հոգևոր ուսուցիչի պատասխանների մեջ ավելին, քան ինքը սպասում էր, չէ՞, բայց եւ հիմա այդ տեքստերը, որը մենք կարդացինք, այդ տեքստերը արդեն մատնանշում են այն հանգամանքը, որ Վիդուրան ինքը վերջնականում լրիվ բավարարված չի մնացել։ Բավարարված չի մնացել ոչ թե այն պատճառով, որ այնինչ որ ինքը լսել է թերություն ուներ, այլ
մինչև այս պահը Մայտրեյան ինքը ներկայացրեց ընդհանուր առմամբ սկզբունքները, չէ՞։ Եվ մենք ամբողջ երկրորդ երկի ընթացքում ուրեմն քննարկեցինք այդ բոլոր թեմաները, որը Մայտրեյան ինքը քննարկեց Վիդուրայի հետ։ Մենք տեսանք, որ հատկապես քննարկվեց Վիրատրուպան, այսինքն Գերագույն Աստծո անձնավորության տիեզերական ձևը։ Եվ սա այդ առաջի քայլն է, չէ՞։ Առաջի քայլն է, որտեղ որ հոգևոր անձնավորությունը ինքը առաջին հերթին պիտի հասկանա, թե ինքը ինչ աշխարհի մեջ է, հա, եւ ինչի համար է ընդհանրապես եկել այս աշխարհ, ինչի հետևից է եկել այս աշխարհ։ Ինչու է սա կարևոր թեմաներ, որովհետև մենք սա բազմիցս ձեզ հետ քննարկել ենք, սա կարևոր թեմա է, որովհետև նյութական աշխարհը ինքը այն աշխարհն է, որտեղ կա տառապանք։ Եվ հոգևոր դաշտում ճիշտ առաջընթաց ունենալու համար ամենաառաջի թեման, որ պիտի լուծվի, դա նա է, կներեք, դա նա է, որ կենդանիակը պետք է հասկանա, թե որտեղից է առաջանում տառապանքը։ Ինչու է սա կարևոր։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե մենք հասկացել ենք փիլիսոփայությունը, ապա մենք հասկացել ենք, ոչ թե հավատում ենք, այլ հասկացել ենք։ Այս ամեն անգամ սա ասում եմ, չէ՞, որ կենդանիակը նյութական աշխարհում մի անգամ չի, որ ծնվում է։ Հա, հիմա այդ մի անգամ չի, որ ծնվում է, չէ՞, շատ մի կողմից շատ հեշտացնում է բացատրել նյութական աշխարհի իրականությունը, չէ՞, բայց մյուս կողմից բարդացնում է։ Եթե կենդանիակը ինքը չի ընդունում վերածննդի գաղափարը, ինքը ունի այս կյանքը, չէ՞, եւ այս կյանքի մեջ ինքը մշտական տեսնում է, որ կենդանիակը ինքը ոչ մի առանձնապես մեղք չի գործել, բայց չգիտես ինչի, այսպես տառապանքների մեջ թաղված է, այսինքն մի տառապանքը վերջանում է, մյուսը գալիս, չէ՞, օրինակ, տեսեք, եթե կյանքը ընդամենը մի անգամ է տրվում, մենք սա քննարկել ենք, ուղղակի հիմա այդ թեման ինքը կարևոր է, ստիպված ենք լինում ինչ-որ բաները կրկնելու, հատկապես երբ որ նոր մարդիկ են մոտենում, իրանց համար սա կարևոր է։ Տեսեք, ասենք, չէ, մենք սա քննարկել ենք, որ եթե կենդանիակը ինքը մենակ մի կյանքով է սահմանափակում իր գոյությունը, ինքը երբեք, այսպես, ինչ ուզում է անի, ինչ գաղափարախոսություն ուզում է առաջ քաշի, ինքը երբեք չի կարողանալու գա այնպիսի տեսողության, որ այս աշխարհում ինչ կատարվում է արդար է։ Չէ՞։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, ազնվորությունը ինքը ոչինչ չի արել, ընդամենը ծնվել է, բայց ծնվել է աղքատ ընտանիքում, կամ ծնվել է տգեղ ծնողներից եւ ժառանգել դրանցից տգեղություն, հա, կամ եւ այլն, այսինքն հենց ծննդյան պահին ինքը արդեն ինքը ծնվեց աղքատի ընտանիքում, մյուսը ծնվեց ինչ-որ միջին ապահովության ընտանիքում, այն մյուսը ծնվեց արքայի տղա։ Այդ ոնց որոշվեց։ Եվ արդեն իսկ ծնունդով ինքը ինչ-որ մի հատ կյանքի, չէ, դատապարտվեց։ Հասկանում եք։ Եվ այսա, որ սա իրականում անարդարություն է։ Ու եթե արդեն մենք մտնում ենք հոգևոր դաշտ, չէ, եւ հոգևոր դաշտում սահմանափակվում ենք մի կյանքի գաղափարով, մենք երբեք չենք կարողանա ընդունել, որ Աստված արդար է։ Ու դա ուղղակի հնարավոր չի։ Ինչու՞։ Որովհետև արդար չի։ Եթե մի կյանք է, Աստված պիտի բացատրի, չէ՞, ինքը ինչպես է որոշում, որ այս հոգին պիտի ծնվի ստրկատիրական դարաշրջանում, չգիտեմ, Աֆրիկայում, որպես սևամորթ, եւ
11 տարեկան հասակից գողանան աղջիկ երեխային օրինակի համար տանեն դարձնեն ստրուկ եւ բանացնեն այնպիսի բաների մեջ որ մարդ ուղղակի սարսափում են նույնիսկ մտածել թե մի մարդու հետ ինչ կարող է անել, չէ՞։ Այ մեկը այդպիսի ճակատագիր ունի, իսկ հենց այդ նույն դարաշրջանում, հա, ինչ որ մեկն է ծնվել է որպես ստրկատեր։ Այդ ինչպես է Աստված որոշում։ Տեսեք, այսա փակուղի է։ Փակուղի է, որտեղ մարդուն հիմա ու ասենք, եթե գաղափարախոսությունն ինքը այդ վերածնունդի գաղափարը չի կարողանում հասկանալ, չէ՞։ Ինքը եթե սահմանափակվում է մի կյանքով, եթե մենք հոգեբանության տեսանկյունից վերցնենք, չէ՞, հոգևոր մարդուն առաջարկվում է խեղդել։ Այդ հարցը Աստծո գործերը անքննարկելի են, այսինքն առաջ է քաշվում երկու գաղափար, Աստված ինքը կատարյալ է, հա, Աստված ինքը սեր է, ու այն տառապանքը, որ ինքը տվել է քեզ, իր գործերը անքննարկելի են, դու պրոստը պետք է հավատաս, որ ինքը սեր է, հոգեբանության տեսանկյունից այդպիսի պրոցես գոյություն չունի, դա միանգամից նշանակում է, որ ճանապարհի հենց ամենասկզբից անձնավորությունը ինքը մտավ կեղծիքի մեջ, ինքը խեղդեց իրան, ինքը խեղդեց իր հասկանալու ունակությունը, հա, այսպես պարզ բանական հարցեր տալու իրավունքից զրկվեց, և սա ինչ է նշանակում, որ իր հանդեպ գործադրվում է բռնություն, ուրիշ ոչինչ չի նշանակում, հասկանում եք, և այս հանգույցը ինքը ամենակարևորն է, և դրա համար Վիդուրը Մայտրեյան ինքը հենց այդ կետից էլ սկսեց, որ առաջին հերթին դու պետք է հասկանաս, ինչպիսի տիեզերական ձև ունի Գերագույն Աստծո անձնավորությունը։ Մենք խոսեցինք նրա մասին, որ իրականում այդ վիրատրուպա կոչվածը, որպես այսպես ֆորմա, այսպես ոնց մենք ունենք, չէ, որպես ֆորմա, այդպիսի ֆորմա գոյություն չունի։ Մենք տեսանք, որ դա հավաքական կերպար էր, չէ, հավաքական կերպար էր, որտեղ ձեռքերը, ասենք, իշխանավորներն էին, փորը դա առևտրականներն էին, չգիտեմ, գլուխը դա բրահմաններն էին, չեմ անում, ոտքերը դա շուդրաներն էին, հա, չգիտեմ, այս մոլորակները այստեղ էին, մյուսը էր, ամբողջ այսպես հավաքական մարմին նկարագրվեց, բայց այդ մարմնի մեջ տեղավորված էին տարբեր երևույթներ։ Եվ սա ինքը առաջի քայլն է, որը պիտի կատարի հոգևոր մարդը, ինքը առաջին հերթին պիտի հասկանա այդ ես, նյութական աշխարհը իր տառապանքով և Աստված, իմ և Աստծո միջև այս տառապանքը որտեղից է առաջանում, հա, որովհետև ասենք, այո, իհարկե, շատ դեպքերում մենք տառապանք ենք ստանում, երբ որ վաստակել ենք, հասկանում եք, չէ, ինչ է նշանակում վաստակել ենք, դա նշանակում է, որ մենք մեզ նեղություն չենք տվել հասկանանք, հա, նեղություն չենք տվել հասկանանք, որ նյութական աշխարհը դա վտանգավոր աշխարհ է, հատկապես աստվածամերժության դարաշրջանը, որտեղ աստվածամերժության դարաշրջանում ծնվում են ճշմարտությունով չհետաքրքրվող, անարդար, դաժան, խորամանկ, ագահ, կենդանի էակներ, հասկանում եք, հա, և հասկանալի է, չէ, որ այս պարագայում ոչ մի հանգիստ կյանքի, ոչ մի երջանկության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Մեզ մի որոշ ժամանակ այսպես հանգիստ թողեցին ինչի համար, որպեսզի բոլորիս դարձնեն բանկերին պարտք, հա, և այսպես ոչ մի բան չանելով, ուղղակի տոկոսները ստանալով, զավթեն աշխարհի իշխանությունը։ Всё, հասկանում եք, էդ էր, որ մեզ խաղաղություններին թողնում։ Հիմա ինչ-որ ուրիշ հավակնություններ կան, չէ, հիմա, ասենք, գերտերություններ կան, որոնք իրանք ձգտում են աշխարհը, էլի, նորից մի հատ
բանան են, թե ով որտեղ ինչ է իշխելու, չէ, եւ աշխարհը հիմա իրականում այսպես արտաքինից թվում է, որ ամեն ինչ հանգիստ է, բայց ներսից եռում է, թե ում ինչ է հասնելու այդ գերպետություններից։ Հասկանում եք։ Հա։ Եվ հիմա ուրեմն այդ հանգամանքը, որ հոգևոր մարդը ինքը պիտի հասկանա, թե որտեղից է առաջանում տառապանքը։ Արիացիներ իրենք ասում են, մենք սա քննարկել ենք, որ տառապանքը ինքը հիմնականում առաջանում է երկու կետերից։ Հա? Կենդանիակը ինքը իրեն է տառապանք պատճառում, չէ՞, օրինակ ասենք մենք, հենց հիմա էլ, հենց այս պահին էլ, թե ասենք, ինչպես ենք մենք ապրում, ինչպես ենք մենք մեզ պահում, ինչ ենք մենք մեզ թույլ տալիս, հա, դա նշանակում է, որ այսպես եթե նույնիսկ ասեց, որ ոչ մի անալիզ չանենք, էլի, թե այն վտանգված իրավիճակը, որի մեջ մենք հիմա գտնվում ենք, այն ոչնչությունը, որից մենք հիմա մեզանից ներկայացնում ենք, չէ, եւ այն շռայլությունը, թե ինչպես ենք մենք փորձում այդ ոչնչության մեջ, այս վտանգների մեջ վայելել կյանքը, հա, ասես մեկը մեկից կտորներ փոկելով, չգիտեմ ինչ անելով, այդ չկնարկենք հիմա, հասկանում եք, չէ՞։ Այսա ինքը խոսում է նրա մասին, արդեն իսկ խոսում է նրա մասին, որ ոչ մի հուսալի ապագա չի կարող լինել, որտեղ մենք այս պահին քայլեր չենք անում, լուրջ քայլեր չենք անում, որտեղ կարելի է նեյտրալիզացնել տառապանքի բանը, վտանգը։ Հասկանում եք, կենդանիակը ինքը միշտ պետք է նյութական աշխարհում մտահոգված լինի։ Ինչու, որովհետև եւ ինքը ունի ագրեսիվ բնություն, եւ եթե հնարավորություն ունի հատկապես աստվածամերժության դարաշրջանում ծնված կենդանիակներ, իրենք ագրեսիայի հանդեպ հակում ունեն, չէ՞։ Եվ եթե իրենք հնարավորություն են ունենում, իրենք ամիջապես ագրեսիա են իրականացնում, բայց եւ դիմացինն է այդպիսինը։ Չէ՞։ Եվ այո, իհարկե, աստվածաբերժության դարաշրջանում ամենագլխավոր բանաձևը դա նա է, որ դու այնքան ուժ ունենաս, որ քեզանից որ վախենան քո վրա հարձակվեն, եւ այնքան ուժ ունենաս, որ ում վրա ոնց ուզես հարձակվես։ Այս բանաձևն է, չէ՞, փորձվում լուծվել։ Հասկանում եք, եւ այդտեղ ամեն մի կենդանիակ ինքը որ թույլ է, հենց այդ սկզբանե թույլ է, չէ՞, ինքը հասկանում է, որ ինքը այստեղ ասենք շատ վատ վիճակում է։ Հիմա այդա պիտի հասկացվի, թե այդա որտեղից է գալիս, ինչու այդպես եղավ, չէ՞, օրինակ ինչու համար, օրինակ մենք ծնվեցինք հենց իմինը որպես հայ, այլ ոչ թե օրինակ որպես ամերիկացի, որը ամենտեղ քացով դռներ էր բացում, ամենայն դեպս միջև այս պահը։ Հասկանում եք, չէ՞, այդ հարցերը առաջի հերթին հոգևոր մարդը ինքը պետք է ստանա այդ հարցերի պատասխանը։ Որտեղից է առաջանում տառապանքը եւ որն է Գերագույն Աստծո ազնվորության դերը տառապանքի մեջ։ Չէ՞ որտեղ տրամաբանությունը ինքը խոսում է նրա մասին, որ ամեն ինչ արարել է Աստված, չէ՞։ Այո։ Ամեն ինչը ինքը Տերը ինքն է, չէ՞։ Այո։ Խոտը չի կարող առանց իր կամքի շարժվի, չէ՞։ Այո։ Բա ինչի համար է, օրինակ, նոր ծնված երեխան մահանում երկրաշարժի փլատակների տակ, ինչ է արել։ Եվ պատասխանը միակն է։ Աստծո գործերը աքննարկելի են։ Այդ դու աչքերով տեսնում ես, որ տառապանք տեղի ունեցավ, բայց պիտի հավատաս, որ ինքը սեր է։ Այսա անիրականանալի բանաձև է։ Եվ դրա համար էլ այդպիսի գաղափարախոսությունների հետևից գնացողները, չէ՞։ Ես ճիշտ ասած շատ կուզենամ էլի, որ հոգեբանները вообще սենց հանգիստ մտնեն սուրբ գրվածքների դաշտ եւ այդ սուրբ գրվածքների հոգեբանությունը, թե ասեք այ ինչ է, ընդհանրապես այն ամեն ինչ որ առաջարկվում է այդ գրվածքների մեջ, ինչ հոգեբանական իրավիճակ է ստեղծում անձնավորության մեջ, էլի, հա, այդտեղ շատ հետաքրքիր անալիզներ կարելի է անել, չէ՞։ Հիմա տեսեք, ասենք, չէ՞, այս երկու բանը իրենք ակնհայտորեն անհամատեղելի են, չէ՞։
ակնհայտորեն են անհամատեղելի։ Եվ եթե անձնավորությունը ինքը այս հանգույցը իր մեջ առանց պարզաբանելու մնում է կրոնի մեջ, ինքը մնում է այստեղ մի հատ խնդիր կա արդեն, որի վրա նստեց բանը մտածելու իրավունքից զրկելու process-ը, այսինքն ինչ-որ մի բան խեղդվեց։ Ցանկացած բան, որը կենդանի էակի մեջ խեղդվում է, չէ՞, դա անմիջապես նշանակում է, որ այդտեղ սկսում է բորբոքային process-ը, այսինքն փթելու, ոչ թե բորբոքային, այլ փթելու process-ը։ Հասկանում եք, որտեղ այդտեղ օդ չկա շնչելու, կոպիտ ասած, չէ՞։ Եվ օրինակ ես հենց դրա համար եմ, որ արիացիների գաղափարախոսության հետևորդն եմ, որտեղ արիացիները իրենք առաջին բանը, որ անում են, շունչ են տալիս քո բանականությանը։ Ասում են, այ այսա այսպես է, այսպես է, այսպես է, այսպես է, հասկացի, այսինքն այ ամեն անգամ ինքը այսպես արի մի հատ հասկացողության, այսի սենց է, հա, այս ասում են ոսկորները տեղն են ընկնում, հասկանում եք, չէ՞, եւ սա առաջի խնդիրն է, եւ այո, Մայտրեյան ինքը հենց այդպես էլ ներկայացրեց, որ կա տիեզերական ձևը, հիմա Վիդուրան ինքը ասում է, դու ասեցիր ընդհանուր առմամբ, իսկ այս պահին ինձ արդեն հետաքրքրում են մանրուքները, չէ՞, եւ այստեղ, ասենք այդ մանրուքներից, այն մնացած հարցերը մեզ համար բարձ հարցեր էին, չէ՞, որտեղ արդեն մենք այդ թեմաներով շատ ենք խոսել, այստեղ հետաքրքիր էր, ոչ թե որ չենք իմանում, այլ հետաքրքիր էր այն հարցը, որ Վիդուրան ինքը բարձրացրեց, որ ես քեզ խնդրում եմ, որպեսզի դու պատմես մանուների մասին։ Մանուի գաղափարը, դա, եթե մենք օրինակ վերցնենք քրիստոնեության գաղափարախոսության հետ, դա Ադամ Եվայի, իրականում Ադամ եւ Եվայի պատմությունն է։ Այսինքն արիացիները ունեն իրենց մոտեցումը, թե ինչպես է արարվել մարդը, հա, եւ ասենք այդ եւ կին եւ տղամարդ եւ իրանք ընդհանրապես ինչ պոզիցիաներ ունեն, այդ հարցը ինքը ինչպես է քննարկվում։ Չէ, ուրեմն մենք մի թեթև ես թույլ եմ տվել, ասենք մեկ թույլ եմ տալիս մտնել գաղափարախոսության մեջ եւ միշտ շեշտում եմ, որ դա անում եմ ոչ թե քրիստոնեությունը Հիսուսի գաղափարախոսությունը քննարկելու տեսանկյունից, հա, այլ անում եմ հրեաների հին դիցաբանությունը քննարկելու տեսանկյունից, որը քրիստոնյաները վերցրել են իրենց համար որպես հիմք եւ ընդունել են որպես արարչագործության մոդել, որովհետեւ Հիսուսը արարչագործության մոդել չի տվել։ Եվ պարզ է, որ ասենք ինչ-որ մի արարչագործության մոդել պետք է առաջարկվեր, չէ, եւ որտեվ ինքը ծնվել է Իսրայելում, ասենք ազգությամբ, եթե կարելի է այդպես իր հանդեպ ասել, ազգությամբ եղել է հրեա, չէ, բնականաբար է, որ հրեաների դիցաբանությունն է վերցվել եւ կպցվել այդտեղ։ Իհարկե, այնպես չի, որ այնտեղ ոչ մի իմաստություն չկա, այնտեղ նույնպես ինչ-որ իմաստություն կա, բայց եւ կա շովինիզմ, անմիջապես ակնհայտորեն կա շովինիզմ, չէ, որտեղ նորից փորձ է կատարվում ամեն ինչում մեղավոր հանել կնոջը, այսինքն էմոցիային, ընդհանրապես այս թեման, չէ, որ օրինակ հոգեվոր զարգացման տեսանկյունից, չէ, սա շատ կարևոր թեմա է, որովհետև մարդը ինքը ունի երկու առավելություն կենդանիների համեմատ, ինքը ունի զարգացած բանականություն եւ ավելի նուրբ կամ ավելի բարդ կառուցվածք ունեցող էմոցիոնալ աշխարհ, չէ՞, եւ մարդկությունը իր ակնհայտորեն, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, դա ակնհայտորեն կա դիսբալանս բանականության եւ էմոցիաների միջեւ։ Եվ աստվածամերժության դարաշրջանում, որը իրականում ինքը բռնության հակում ունեցող կենդանի էակների դարաշրջան է, կոպիտ եւ նուրբ պլանի վրա,
որովհետև ասենք մենք մտածում ենք, որ եթե մենք մարդուն չենք սպանել կամ ամեն օր չենք ծեծում, մենք բռնությունից ազատ ենք, բայց բռնություն կատարելը ինքը նուրբ ձևեր չունի, օրինակ թույլ չտալ, որպեսզի ազնվորությունը ինքը իրականացնի իր ցանկությունները, դա բռնություն է, պարտադրել մարդուն, որ ինքը ապրի քո ցանկություններով, քո ցանկությունների համաձայն, դա բռնություն է, հասկանում, բայց դա էլ չէ, ասենք շատ բարդ հարց է, որտեղ օրինակ կան ծնողական հարաբերություններ, որոնց մեջ ծնողը ինքը պարտականություն ունի պաշտպանել երեխայի անվտանգությունը, պաշտպանել նրա երջանկությունը եւ այդ պաշտպանության ժամանակ, այդ պաշտպանությունը կիրառելու ժամանակ ինքը կարող է ստիպված լինել ինչ որ ցանկություններ թույլ չտալ, որ իրականացվի, չէ՞, այդտեղ բարդ հարցեր են, էլի մենք դա ընթացքում մանրամասը կքննարկենք։ Բայց իրականում ասենք բանով այսպես մեծ հաշվով սա է, չէ՞, եւ երբ որ այդ բռնության հանդեպ հակումը կա, չէ՞, ազնվորությունները իրանք այդ բռնության հիմքի վրա եւ կրոնականության սկզբունքներն են ստեղծում եւ այլն եւ վերջնականում ուրիշ խոսքով չեմ կարող ասեմ, այսպես վերջնականապես թաղվում է հոգևոր մարդու երջանկության հարցը, հատկապես նրան, ում որ ճնշում են, չէ՞, նրանց երջանկության հարցը ընդհանրապես բանալում է, որն է այդտեղ, տղամարդը ուղղակի պահանջում է, որպեսզի մնացած բոլորը ենթարկվեն իր կամքին, որովհետև ինքը աստվածային է, իսկ կինը սատանայից։ Հիմա, ինչի մասն է խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ դիսբալանս կա բանականության եւ էմոցիայի միջև, չէ՞։ Բան է, էլի, խախտված է։ Հիմա տեսեք, ասենք, երբ որ խոսքը գնում է այդ դիսբալանսի մասին, երբ որ մենք խոսում ենք հոգեվոր կյանքի մասին, մենք իրականում խոսում ենք, որն է կատարյալ մարդը։ Որն է կատարյալ մարդը։ Կատարյալ մարդը դա նա չի, ով որ զոռ է տվել միայն գլխին, ասենք, ով միայն բանական է։ Եվ կատարյալ մարդը ոչ էլ նա է, ով որ սենտիմենտալության դաշտում է շատ հմուտ։ Կատարյալ մարդը դա նա է, ում ֆիզիկան, էմոցիան եւ բանականությունը գտնվում են ներդաշնակ վիճակում։ Այսինքն հավասարաչափ կարևորվում են եւ ֆիզիկական մարմնի պահանջները եւ էմոցիոնալ այսինքն եւ ֆիզիկական մարմնի առողջությունը իրականում հոգեվոր կյանքը ինքը պետք է վերականգնի ֆիզիկական առողջությունը, հոգեբանական առողջությունը եւ բանականության առողջությունը։ Հա? Եվ երբ որ այս երեք բաները իրանք առողջ վիճակում են, հիմա չքննարկենք թե դրա առողջությունը որն է, էլի շատ կմանրանանք, չէ՞։ Այսա ինքը համարվում է, որ հոգևոր ճանապարհի վրա կենդանիակը ինքը հասավ առաջի արդյունքին։ Իր նյութական մարմնի կատարելությանը, դա կոչվում է առաքինության գոյավիճակ։ Մնացած բոլոր դեպքերում, երբ որ կա ինչ որ մի կոմպոնենտի գերիշխումը, այսինքն մարդը ինքը ընդհանրապես ուշադրություն չի դարձնում ոչ մի գաղափարախոսության, ընդհանրապես ուշադրություն չի դարձնում ոչ մի զգացմունքների եւ ընկած է միայն իր մարմնի կարիքները բավարարելով, չէ՞։ Մենք ասում ենք ինքը տգիտության գոյավիճակի ազդեցության տակ է կամ ապրում է կենդանական բնազդների հիմքի վրա եւ ուրիշ ոչինչ։ Հիմա հաջորդը դա գիրքն է, չէ՞, տեսեք, գիրքը մենք արդեն ասենք, սա հիմքը էմոցիան է։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա այստեղ էլ կենդանիակը ինքը ամենաշատը կարևորում է, թե ինքը ինչ է զգում, բավարարելով իր մարմնի կարիքները կամ հետևելով որևիցե մի գաղափարախոսության կամ այլն եւ այլն եւ այլն, չէ՞։ Սա էլ դա։ Հիմա առաքինության սկզբնական շրջանը կենդանիակը ինքը հենվում է բանականության վրա, այսինքն այստեղ էլ ինքը կարևորում է գաղափարախոսությունը, չէ՞, եւ արհամարում է գաղափարախոսությունը իրականացնելու համար, ինքը կարող է արհամարել եւ ֆիզիկական մարմնի կարիքները եւ էմոցիոնալ աշխարհի կարիքները։
Ընկանք դիսբալանսի մեջ։ Հասկանում եք, երբ որ առաքինությունը ինքը մի քիչ ավելի է զարգանում, այդ արդեն զարգացած առաքինության մեջ 3 կոմպոնենտներն էլ իրանք հավասարաչափ կարևորվում են եւ հավասարաչափ առողջ են։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այս տեսանկյունից, չէ՞, հիմա Վիդուրան հարցրեց, որ ինձ հետաքրքրում են մանոները։ Մանոները, ուրեմն արիացիները իրանք ոնց են, չէ՞, նկարագրում։ Իրանք ասում են, նյութական աշխարհը իրականում մշտական տարածվում է, հետո հետ հավաքվում։ Մենք սա քննարկել ենք։ Ժամանակակից հոգեբանները իրանք կամ իրոք ֆիքսել են, կամ վեդաներից են վերցրել այդ գաղափարը, որ հիմա այս պահին գերագույն աստվածավորությունը ինքը արտաշնչում է։ Երբ որ ինքը արտաշնչում է, իր շնչի մեջից դուրս են գալիս տիեզերքները։ Եվ այդ ժամանակ ցանկացած հետազոտող պիտի տեսնի, որ տիեզերքը ինքը լայնանում է։ Հետո ինքը հետ է քաշում։ Այդ հետ քաշելը դա Տեր Բրահմայի, այսինքն երկրորդական արարչի մի օրն է։ Եվ ամեն օր, երբ որ ինքը քնում է, հենց որ գերագույն աստվածավորությունը հետ քաշեց, դա Տեր Բրահմայի քնելու process-ն է։ Այսինքն բանականությունը քնեց, աշխարհը չկա։ Որտեղ Տեր Բրահման ինքը բանականության մարմնավորումն է, հա։ Աշխարհը չկա, всё, աշխարհը ինձ համար վերացավ, երբ որ ես քնած եմ։ Հետ քաշեցի աշխարհը իմ մեջ, հա։ Զարթնեցի, աշխարհը ինձ համար նորից արարվեց։ Հիմա այն նույնը Տեր Բրահման ինքը երբ որ եւ ամեն անգամ, չէ, երբ որ գերագույն աստվածավորությունը ինքը նորից նյութական աշխարհը արարեց, չէ, նկարագրվում է, որ Տեր Բրահման ինքը զարթնում է, որպես երկրորդական արարիչ, մենք այս խնդիրը հիմա մի քիչ հետո նորից կքննարկենք, թե երկրորդական արարիչի բանը որն է, չէ։ Ուրեմն երբ որ ինքը այդ արարչագործությունը սկսում է, ինքը բազմազան կենթանի ակներով է լցնում տիեզերքը, հա, որտեղ նախորոք գերագույն աստվածավորությունը ինքը արտաշնչեց տարածքը, այսինքն մոլորակային համակարգերը։ Հիմա այդտեղ պիտի կյանք լցվի։ Եվ Բրահման ինքը որպես երկրորդական արարիչ կյանք է լցնում։ Եվ երբ որ գալիս է մարդուն արարելու հերթը, չէ, ինքը այդ զույգը, որը դուրս է գալիս, ոչ մեկի ոսկորից, եսի միջից, առավելության ոչ մի սիմպտոմ չկա, մանուն եւ իր կինը իրար հետ դուրս են գալիս, արարվում են։ Եվ ամեն անգամ ինչ որ հոգիներ են, որ մարդկային մարմնի առաջին զույգն են։ Դա մանուներն են։ Մանուները իրենք ուրեմն արդեն հասկանում ենք, որ այս տեսանկյունից իրենք լինում են բազմազան, եւ հիմա Վիդուրան ինքը ասում է, այ պատմիր ինձ այդ մանուների մասին եւ նրանց սերունդների, այսինքն առաջին մարդը ինքը ընդհանրապես ինչ է բերում որպես մարդ, այսինքն որպես մարդկային ճակատագրի կրող, հա, ինչ է նշանակում, մարդը ծնվեց, ինչի համար, այդ մարդու մարմինը ինքը ինչի համար է նախատեսված, չէ՞։ Եվ ուրեմն ինքը շարունակում է, ասում է պատմիր ինձ երկրից վերև եւ երկրից ներքև գտնվող մոլորակների, դրանց չափերի, ինչպես նաեւ երկրային տիպի մոլորակների չափերի մասին։ Խնդրում եմ, պատմիր ինձ կենդանիակների տարբեր տեսակների, կենդանիների, մարդկանց, սաղմից ծնվածների, քրտինքից ծնվածների, կրկնակի ծնվածների թռչունները, հա, որտեղ իրանք մի անգամ ծնվում են ձվի մեջ, հետո ձվից դուրս։ Բույսերի եւ ուրեմն մրգերի մասին, պատմիր ինձ դրանց ծագման եւ այն տեսակների մասին, որոնց դրանք բաժանվում են, պատմիր ինձ նյութական բնության, գունաների, մարմնավորումների, Բրահմայի, Վիշնուի եւ Մահեշվարայի, ինչպես նաեւ Տիրոջ գերագույն ազնվորության, մարմնավորման եւ նրա փառավոր գործունեության մասին։ Ով մեծ իմաստուն,
Պատմիր ինձ մարդկային հասարակության դասերի և կարգերի, նրանց անդամների առանձնահատուկ բնութագրերի և կենսակերպի, ինչպես նաև այն մասին, թե ինչ աստիճանի են նրանք վերահսկում իրենց միտքն ու զգայարանները։ Պատմիր նաև, թե ինչպես են առաջացել մեծ իմաստունները և վեդաների տարբեր բաժինները։ Խնդրում եմ նաև նկարագրել զոհաբերությունների տարբեր տեսակներն ու ձևերը, միստիկ յոգայի մեթոդները, վերլուծական գիտելիքների ուղին, նվիրված ծառայությունը և կարգավորիչ սկզբունքները, որոնց վրա հիմնված է դրանց պրակտիկան։ Խնդրում եմ պատմիր ինձ աթեիստների հայացքների թերությունների և հակասությունների, խաչասերման հետևանքների և կյանքի տարբեր տեսակների պատկանող կենդանի տեղաշարժերի մասին, համաձայն իրենց գործունեության և նյութական բնության այն գունաների, որոնց ազդեցության տակ նրանք գտնվում են։ Դու կարող ես նաև բացատրել քրոնականության, տնտեսական զարգացման, զգայարանների բավարարման և ազատագրման այն պատճառները, որոնք չեն հակասում միմյանց, ինչպես նաև գոյությունը պահպանելու տարբեր միջոցներն ու օրենքի և կարգի պահպանման գործընթացները, որոնք նշված են Սուրբ գրություններում։ Ուրեմն տեսնում ենք, որ Վիդուրան ինքը արդեն դիմում է Մայտրեյային, որպեսզի շատ լայնածավալ, այսինքն ինքը հիմա խնդրում է, որպեսզի Մայտրեյան ինքը այսպես էլի խորասուզվի, ուրեմն մանրուքների մեջ, բայց այդ մանրուքները, ինչպես տեսանք, շատ կարևոր թեմաներ են։ Ուրեմն առաջինը, մենք ապրում ենք այս աշխարհում։ Այս աշխարհը ինքնին արդեն հրաշք է, չէ՞։ Եվ ամենամեծ հրաշքը այս աշխարհի դա սերմից կյանքի առաջացումն է։ Այդ իրականում այդ հրաշքի սահմանը ոչ մեկ չի կարողանում անցնել։ Մենք գիտնականները ինչ էլ որ ուզում է վերցնեն, միևնույնն է, իրանք վերցնում են արդեն իսկ գոյություն ունեցող կոմպոնենտները, չէ՞։ Իսկ այդ հրաշքը, որ այսքան մի հատ սերմից կարող է դուրս գալ հսկայական ծառ, հա, կամ չգիտեմ, մի հատ այսքան սերմից կարող է ծնվել փիղ, չէ՞, եւ մրջուն։ Հասկանում եք, ուրեմն այդ բոլոր իրականում մեր աշխարհը ինքը լիքն է հրաշքով։ Եւ Մայտրեյան ինքը հիմա երկու բան խնդրեց, այդ երկուստ էլ խնդրեց։ Ինքը խնդրեց, որպեսզի Մայտրեյան, Վիդուրան կներեք, որպեսզի Մայտրեյան ինքը բացատրի բնությունը, հա, թե ինչպես է դարապես այդ բնությունը ինքը ինչ օրենքներով է աշխատում, չէ՞։ Եվ ինքը խնդրեց բացատրել հոգեբանությունը։ Երբ որ վերջի տեքստերում ինքը երբ որ ասեց, որ ասենք կաստանները բացատրի, հա, կաստանները բացատրի եւ ամենակարևորը մարդու համար ամենակարևոր թեման, ինչ է նյութական աշխարհում կենդանիակները իրենք պայքար են մղում կերակուր հայթայթելու համար, չէ՞։ Եվ հիմա մարդու համար գոյություն ունի ոչ քաղաքակիրթ եւ քաղաքակիրթ մարդու գաղափարը։ Արիացի դա նշանակում է ամենակաղաքակիրթ անձնավորությունը, որտեղ ինքը առաքինության գոյավիճակի ազդեցության տակ է գտնվում, չէ՞։ Եվ հիմա Վիդուրան ինքը ուզում է իմանալ, թե օրինակ, ինչքանով է բան էլի, ինչքանով թե ինչպիսի, այսպես ասեմ, թե ինչպիսի ներքին պլատֆորմա պիտի ունենա, հա, այն ազնվորությունը, որը ինքը գտնվում է առաքինության ազդեցության տակ, այսինքն պետք է ինքը իր ուտելիքը հայթայթի վայրենի ձևով, մրցակցելով ուրիշ կենդանիակներից հետ, հա, խլելով նրանցից իրանց որսը, կոպիտ ասած, հա, թե մարդը ինքը ինչ-որ ուրիշ ճանապարհ ունի, ինչ-որ ուրիշ պոտենցիալ ունի, որտեղ կարող էր իրան իրականացնել, չէ՞։ Եվ արիացիները իրանք հենց դրա վրա են շեշտը դնում, որ մարդու պոտենցիալները իրանք տարբերվում են կենդանու պոտենցիալից,
հա, եւ մարդուն տանել այն ճանապարհով, որպեսզի ինքը կենթանական վնասների հիմքի վրա հայթայթի իր ապրուստը չթողնելով, այսինքն իրան դարձնելով կենթանի, պահելով այդ կենթանական վնասների դաշտում, չէ՞, դա ինքնին նշանակում է թույլ չտալ մարդուն կամ այն կենթանեակին, որը ինքը մարդու մարմնի մեջ է մարմնավորվել, որպեսզի ինքը այդտեղ աճ ունենա։ Հասկանում եք, եւ սա շատ կարեւոր թեմա է իրականում, չէ՞, եւ Վիդուրան ինքը հարցրեց, թե ասենք իրականում մարդավայել սեփական կերակուրը ապահովելու, այսինքն կյանքը ապահովելու մարդավայել ձևը ինձ բացատրի, չէ՞, ասենք եւ կաստաները, մարդկային հասարակության շերտերը, իրանք ամեն մեկը ինչով պետք է զբաղված լինեն, ինչ է պահանջվում, որ իրենք համարվեն այդ կաստայի ներկայացուցիչ եւ այլն, այսինքն մենք տեսանք, որ Վիդուրան ինքը շատ համարձակ հարցեր է տալիս իր ուսուցչին եւ վստահ է, որ հոգեվոր ուսուցիչը ինքը այդ գիտելիքը տիրապետում է եւ կբացատրի բոլոր այդ հանգամանքները եւ մենք տեսեք կլինենք հենց այդ խոսակցության վկաները։ Ես կարծում եմ, որ այլևս իմաստ չունի այսպես բան անել, դրա համար ես ուղղակի միջև վերջ կկարդամ Վիդուրայի հարցերը։ Դու կարող ես նաև բացատրել քրոնական տնտեսական զարգացման զգայարանների բավարարման եւ ազատագրման այն պատճառները, տարբեր միջոցներն ու օրենքի եւ կարգի պահպանման գործընթացները, որոնք նշված են Սուրբ գրություններում։ Պատմիր ինձ նաև նախնիների երկրպագության կանոնների, Պիտրիլոկայի ստեղծման, տարբեր մոլորակների, աստղերի եւ լուսատուների վրա ժամանակի հաշվարկի եւ տիեզերքում դրանց դիրքի մասին։ Այս տեքստը ինքը խոսում է նրա մասին, որ արիացիները իրենք շատ հետաքրքիր պատկերացում ունեին, այսինքն իրենք հասկանում էին իրենց գիտությունը այնքան զարգացած էր, իրենք հասկանում էին, որ նյութական աշխարհում տարբեր մոլորակների վրա տարբեր ժամանակ է։ Հասկանում եք, չէ՞, եւ դա կախված է արագություններից, չէ՞, թե ինչպես է մոլորակը ինքը պտտվում իր արևի շուրջ, այսինքն իր լույս տվողի շուրջ, եւ ինչպես է պտտվում ինքը իր շուրջ։ Հասկանում եք, այսինքն այսա արիացիները իրենք գիտեին։ Հիմա խնդրում եմ պատմիր ինձ ողորմություն տալու, ճգնություններ կատարելու եւ ջրհորներ փորելու օգուտների մասին, պատմիր տնից հեռու գտնվողների կյանքի եւ այն մասին, թե ինչ պետք է անի մարդը վտանգավոր իրավիճակում հայտնվելիս։ Ով անմեղ, քանի որ Տերը, Տիրոջ անձնավորությունը բոլոր կենդանի էակների Տերը, կրոնի եւ բոլոր նրանց հայրն է, ովքեր պատրաստվում են զբաղվել քրոնական գործունեությամբ, խնդրում եմ ասա ինձ, թե ինչպես կարելի է լիովին բավարարել նրան։ Ով բրահմանների շարքում լավագույնը, հոգևոր ուսուցիչները միշտ ողորմած են կարիքավորների հանդեպ, նրանք միշտ ողորմություն են ցուցաբերում իրենց հետևորդների, աշակերտների եւ որդիների նկատմամբ։ Հոգևոր ուսուցիչը ներկայացնում է նրանց ողջ գիտելիքը առանց սպասելու, որ այդ մասին խնդրեն։ Խնդրում եմ, հաղորդիր, թե քանի անգամ են նյութական բնության բաղադրիչները ոչնչանում եւ ով է մնում կենդանի Տիրոջը ծառայելու համար միշտ նա քնած է։ Որն է կենդանի էակների եւ Տիրոջ գերագույն աստավորության իրական դիրքը, ինչ բնույթ ունեն նրանք, որն է վեդաներում զետեղված գիտելիքների հատուկ արժեքը եւ ինչու են անհրաժեշտ հոգևոր ուսուցիչը եւ նրա աշակերտը։ Այս գիտելիքի աղբյուրը մեզ մատնացույց են արել Տիրոջ անմեղ նվիրալները, այսպիսով հնարավոր է հասկանալ նվիրված ծառայության գիտությունը եւ զարգացնել հրաժարում առանց նման նվիրալների օգնությանը դիմելու։ Ով պատվարժան իմաստուն, ես քեզ այս հարցերը տվել եմ
լսելու Հարիի տիրոջ գերագույն անձնավորության խաղերի մասին։ Դու յուրաքանչյուր կենդանիակի ընկերն ես։ Ուստի խնդրում եմ, պատմիր դրանք բոլոր նրանց, ովքեր կորցրել են տեսնելու ունակությունը։ Ով անմեղ, քո պատասխանները կպաշտպանեն մեզ ամեն տեսակի նյութական տառապանքներից։ Վեդաներում սահմանված ոչ մի նվիրատվություն, ճգնություն կամ զոհաբերություն չի կարող համեմատվել այն պարգևի հետ, որը դու բերում ես մարդկությանը։ Շիշուկադեվը Գոսվամին ասաց. Վիդուրայի հարցերից ոգեշնչված, տիրոջ գերագույն անձնավորության մասին խոսելուն միշտ պատրաստ իմաստուններից առաջինը սկսեց նրան պատմել Պուրանաներում նկարագրված պատմություններ։ Նա մեծագույն հաճույք էր ստանում տիրոջ տրանսցենդենտալ գործունեության մասին պատմելուց։ Եվ ուրեմն այս վերջնական տեքստը ինքը տրամադրությունների տեսանկյունից շատ կարևոր տեքստ է։ Մաքուր նվիրալները իրենք գալիս են այս աշխարհ պատմելու համար, թե ինչքան երջանկություն եւ սեր կա, չկներեք, ինչքան երջանկություն կա այն աշխարհում, որտեղ կենդանիակները ապրում են գերագույն Աստծուն սիրելու հիմքի վրա։ Նրանք դա անում են, որպեսզի ոգեշնչեն կենդանիակին հրաժարվել իրենց սրտում ապրող էգոիստական ցանկությունների եւ ատելություններից եւ գնալ դեպի մաքուր սերը, որը եւ ըստ արիացիների դառնում է հիմք, որպեսզի անձնավորությունը ինքը մի աշխարհից հայտնվի մի ուրիշ աշխարհում։ Եվ մաքուր նվիրալները իրանք, երբ որ նյութական աշխարհ են գալիս են միայն Աստծո մասին խոսելու հնարավորության համար։ Նյութական աշխարհում ապրող կենդանիակները տարբեր ձևով են իրենց դիմավորում։ Արիացիները դիմավորում էին ցնծությամբ։ Եվ ամեն անգամ, երբ իրենց հասարակության մեջ ծնվում էին այդպիսի հոգիներ, իրենք այդպիսի հոգիներին ճանաչում էին, հայավարի ասած գլխներին դրանց ման էին տալիս, ինչու համար, որովհետև իրենց կյանքը ինքը ուղղված էր Աստծուն ճանաչելու ցանկությանը։ Աստվածամերժության դարաշրջանում կենդանիակներին հետաքրքրում է միայն սեփական վայելքները։ Տառապանքից ազատվելը, նյութական երջանկության մեջ հաստատվելը, մահից հետո դրախտում հայտնվելը եւ այդ դրախտային վայելքները վայելելը եւ այլն եւ այլն։ Եվ այդ պատճառով վերաբերմունքը սրբերի հանդեպ այսպես բան է, էլի պատրիբիցիվսկի մոծայրը։ Շահադիտական է, այսպես ասեմ։ Եվ սրբերից մարդիկ սպասում են միայն նյութական օրհնություններ։ Բայց սրբերը իրենք գալիս են Աստծուն փառաբանելու համար։ Եվ երբ որ իրենք ստանում են այնպիսի աշակերտ, որը իրենց այնպիսի հարցեր է տալիս, որ այդ հարցերին պատասխանելու հնարավորության ընթացքում մաքուր նվիրալը հնարավորություն է ստանալու Աստծո մասին խոսել, այդպիսի սուրբը ինքը հաստատվում է երջանկության մեջ։ Մենք ամենասկզբում առաջի երկում Բագավատամի ձեզ հետ մի շատ կարևոր թեմա քննարկեցինք, որտեղ այնտեղ տեքստը ինքը, եթե հիշում եք, ասեց, որ երբ որ տեղի է ունենում Աստծո մասին քննարկություն, եւ խոսողն է բարձրանում, եւ լսողը։ Եվ դա իրականում այդպես է։ Ինչքան էլ ուզում է մաքուր նվիրալը ճանաչի Աստծուն,
ամեն անգամ, երբ որ ինքը քննարկում է Գերագույն Աստծո անձնավորությանը, այդ քննարկման ժամանակ պարտադիր ինքն էլ է ունենում ինչ-որ բաներ, որ այս անգամ պատմելուց բացվեց իր համար։ Հասկանում եք, եւ անպայման ունենում է ինքն էլ իր հետին ունենում է իր վերելքը շատ ավելի նուրբ տրամադրությունների մեջ, բայց ունենում է նաեւ իր վերելքը։ Եվ ուրեմն մաքուր նվիրալները Աստծո ստանում են հատուկ են ստանում, երբ որ հանդիպում են հետաքրքրասեր աշակերտների, որոնք իրենք բազմաթիվ հարցեր են տալիս։ Մենք ձեզ հետ դեռ ընթացքում կտեսնենք, որ Պարիկշիտը ինքը մեկ-մեկ կընդհատի Շուկադևը Գոսվամիին եւ կասի այն մոտ առաջացավ այս հարցը, խնդրում եմ այս հարցին պատասխանի, համ էլ պատասխանի եմ բոլոր հարցերին, որը պիտի առաջանար, բայց իմ մեջ չառաջացավ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն սա շատ կարևոր թեմա է, որ իրական հոգևոր մարդիկ իրենք խոսում են համաձայն այն ոգևորության աստիճանի, որին իրենց ոգևորում են լսողները։ Եվ այստեղ ես կուզենամ այսօր ավարտեմ խոսքս մի փոքրիկ դրվագով։ Շիլա Պրաբհուպադը ինքը մի անգամ Միացյալ Նահանգներում ուրեմն գնում է հետական կենտրոնը, որը ինքը արդեն բացել էր, ուրեմն այդ քրիստոնեգիտակցության հետ կապված չէ, եւ այսպես նստում է եւ ոգեշնչված դասախոսություն է կարդում Գերագույն Աստծո անձնավորության եւ նրա մոր հարաբերությունների մասին։ Եվ նվիրալները այսպես ընկնում են էքստատիկ վիճակների մեջ, այնքան իրանց ահավոր դուր է գալիս այդ խոսակցությունները, բան։ Հաջորդ օրը Շիլա Պրաբհուպադան գալիս է եւ նստում է եւ բացում է Բhagavad Gita-ն եւ սկսում է քննարկել փիլիսոփայությունը։ Իսկ նվիրալները սպասում էին, որ այսօր էլ Պրաբհուպադը պիտի խոսա հոգեվոր աշխարհից։ Հա? Եվ Պրաբհուպադը ինքը գալիս է, բացում է գիրքը եւ սկսում է կարդալ ուրեմն փիլիսոփայությունը։ Եվ երբ նվիրալները իրանք այսպես դժգոհություն են հայտնում, Պրաբհուպադը ինքը ասում է. երեք երբ որ ես անցնում էի ձեր խոհանոցի կողքով եւ տեսա թե ինչ է կատարվում այդ խոհանոցում, ես հասկացա, որ դուք դեռ պատրաստ չեք լսել Աստծո խաղերի մասին եւ պետք է լսեք փիլիսոփայությունը, որպեսզի սովորեք Աստծուն հարգել։ Հա, այսինքն մաքուր նվիրալները իրենք կարող են խոսել երկու մակարդակից։ Առաջին մակարդակը դա այն խոսակցությունն է, որտեղ մաքուր նվիրալը ինքը օգնում է աստվածամերժության դարաշրջանում հարգանքից զուրկ կենդանի էակներին վերականգնել իրենց հարգանքը Աստծո հանդեպ։ Երկրորդ խոսակցությունը դա խոսակցությունն է Գերագույն Աստծո անձնավորության հրապուրիչ բնավորության, նրա զգացմունքայնության եւ այլի, այսինքն նրա հմայքի մասին։ Եվ այդպիսի խոսակցությունները իրանք տեղին են, երբ կենդանիակները իրենք արդեն այդ Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ հարգանքի պլատֆորման ունեն։ Ինչպես է կենդանիակը ինքը հաստատում իր հարգանքը Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ։ Իր հարգանքը ինքը դրսևորում է հետևելով բարոյականության կանոններին, անկախ նրանից, թե ինքը ինչ մարդկանցով է շրջապատված, մենք պետք է հասկանանք, որ ոչ մի անձնավորություն ինքը հատկապես հենց իմինը աստվածամերժության դարաշրջանում, որովհետև այստեղ խառնաշփոթը քաոսային է, հա, ոչ մի անձնավորություն ինքը պատասխանատու չի իր շրջապատի պահվածքի համար։ Ամեն մի անձնավորություն ինքը պատասխանատու է միայն եւ միայն իր սեփական մաքրության համար։ Բոլոր մնացած կենդանի իրենք ունեն իրենց ազատ կամքի իրավունքը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ մաքուր նվիրալները իրանք երբեք
չեն բռնանում ոչ մեկի կամքի վրա, ոչ իրենց շրջապատող մարդկանց եւ ոչ էլ իրենց աշակերտների, չէ՞։ Եվ ուրեմն այդ կուզենան կենդանիակը ինքը կանգնել այդ պլատֆորմայի վրա, որ հարգանք ձևավորի Աստծո հանդեպ, թե չի ուզենա, դա կենդանիակի ազատ կամքն է, բայց թեման ինքը այսպես է աշխատում, եթե կենդանիակը ինքը չունի հարգանք Աստծո հանդեպ, իսկ դա նշանակում է, որ ինքը այանում է այնպես, ինչպես որ ես սովորաբար քննարկում եմ, որ իրականում մենք հայերով քրիստոնյաներ չենք, որովհետև մենք մեզ թույլ ենք տալիս ապրել ազատ կյանքով եւ մարմնի տեսանկյունից եւ ներքին աշխարհի տեսանկյունից ներքին աշխարհի ազատությունը ինքը արտահայտվում է նրանով, որ մենք մեզ թույլ ենք տալիս Աստծո կարծիքի հետ հաշվի չնստելով ձևավորել տրփանք եւ ատելություն ուրիշ կենդանիակների հանդեպ։ Եվ ուրեմն մենք մեր ամբողջ պահվածքով եւ մարմնի մակարդակի վրա եւ մտքի մակարդակի վրա անհարգանք ենք ցուցաբերում Աստծո հանդեպ, հա, բայց եւ ոչ թե միայն ակնկալում ենք, այլ եւ պահանջ ենք ներկայացնում, որ միայն այն պատճառով, որ մենք մեզ համարում ենք կրոնական ինչ-որ աղանդի ներկայացուցիչ, ուրեմն Աստված պիտի մեզ պաշտպանի։ Սա Աստծո հանդեպ շատ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։ Գերագույն Աստծո ազնվորությանը առաջի քայլով պետք է սովորել հարգել։ Եվ հարգանքը ինքը արտահայտվում է Գերագույն Աստծո ազնվորության կամքը կատարելով։ Եվ դրանից հետո միայն կենդանիակը կամ դրան զուգահեռ, երբ որ կենդանիակը հիմա մեր ժամանակներում process-ը մի քիչ փոխվել է, եթե կենդանիակը ինքը քայլեր է կատարում հարգանքը ցուցաբերելու, չէ, այդ ժամանակ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոգեշնչում է ոգևորությունին ներկայացնել նաև Գերագույն Աստծո ազնվորության համայնքը։ Եվ այդ պատճառով, թե ինչքանով կարտահայտվի հոգևոր գիտելիքը նյութական աշխարհում միշտ կախված է նրանից, թե ինչ աշակերտներ կունենա մաքուր նվիրյալը, երբ որ ինքը գալիս է այս աշխարհ, այսինքն կունենա ինքը այնպիսի աշակերտներ, որ կխոսեցնեն իրեն, թե չի ունենա։ Համապատասխան դրա, ուրեմն նվիրյալը ինքը կարողանում է խոսել։ Իհարկե, այլ է իրադրությունը, երբ մաքուր նվիրյալը ինքը գրում է, այսինքն մեկնություններ է անում գրավոր սուրբ գրվածքների, որովհետև այդ պահին ինքը կենտրոնացած չի ոչ մի աշակերտի վրա, ինքը ուղղակի կատարում է Գերագույն Աստծո ազնվորության կամքը եւ ներկայացնում է գիտելիքը այն խորությամբ կամ այն ասպեկտով, ինչ ասպեկտով, որ այդտեղ եւ այդ պահին այդ ժամանակին կարիք է լինում։ Հա, եւ Շուկադեվը Գոսվամին ինքը ասեց, որ ոգեշնչված Մայտրեյայի հարցերից, որովհետեւ Մայտրեյան այնպիսի հարցեր տվեց, ներողություն Վիդուրան, հա, Վիդուրան ինքը այնպիսի հարցեր տվեց, որ Մայտրեյան ինքը հասկացավ, ինքը հնարավորություն ստացավ հիմա երկար խոսելու Աստծո մասին։ Իսկ մաքուր նվիրյալը ինքը հազարապատիկ ավելի մեծ հաճույք է ստանում Աստծո մասին խոսելուց, քան նյութական աշխարհում այդ երևույթը նույնպես կա, երբ որ մարդը ինքը սիրահարված է լինում, ինքը որտեղ էլ ուզում է նստի, սկսում է խոսել այն մարդուց, ում սիրում է։ Եվ այդ նույն երևույթը շատ խիստ արտահայտված է մաքուր նվիրյալների մեջ, որոնք իրենք աննկարագրելի երջանկություն են զգում, երբ հնարավորություն են ստանում դուրս բերել իրենց մեջից այն ամենը, ինչ որ իրենք գիտեն
Աստծո մասին։ Եվ այստեղ Շուկադևը Գոսվամին ինքը խոսեց հենց դրա մասին, որ Վիդուրայի հարցերը իրենք երջանկացրեցին Մայտրեյային, որտեղ ինքը հասկացավ, որ հենց հիմա, հենց այս պահին հնարավորություն ստացավ ոչ թե ուղակի ինչ-որ մեկին բացատրել, թե ինչպես ազատվել տառապանքներից կամ ինչպես դարձնել նյութական աշխարհում երջանիկ, այլ ինքը հնարավորություն ստացավ երկար խոսել Աստծո մասին եւ նրա հզորության եւ նրա հմայքի տեսանկյունից։ Եվ մենք ավարտեցինք այսպիսով 7-րդ գլուխը եւ Աստծո ողարմատությամբ, եթե խաղաղություն լինի մեր երկրում, երկուշաբթի օրը կսկսենք 8-րդ գլուխը 3-րդ երգի։ Իսկ այսօր այսքանը։ Ստեսություն դես։